Ողջույն հարգելի աջակցություններ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար, ընտրել եմ աստղաբանության ոլորտները 12, տները չեմ ընտրել, ուղղակի ոլորտներ եմ ընտրել, որպեսզի ավելի հեշտ նայենք, տեսնենք ինչ է սպասվելու մեզ բոլորիս։ Նաև կխնդրեմ լայքել, կխնդրեմ բաժանորդագրվել, որպեսզի ես էլ ավելի տեսնեմ, որ հետաքրքրությունը ավելի մեծ է եւ ամեն ամիս անեմ սա եւ մեկ այլ նաեւ տեսանյութերի հարկե, որը որ այսպես բոլորի համար անհատապես կարող եմ անել, որովհետեւ գիտեք ավելի երկար ժամանակ է եւ տեսնում եք ժամանակի ընթացքը թե որքան եմ խոսում։ Եվ կնայենք 12 տարբեր ոլորտներ, 12 տարբեր քարտերով տեսնենք ինչ տրամադրվածությամբ եք մտնելու փետրվար ամիս, գուցե ինչ-որ մի բան էլ թողում եք, ինչ-որ մի բանով մտնում, կամ ինչ տրամադրություն կունենաք ամբողջ ամսվա ընթացքում։ Տեսնենք ինչ է սպասվում աջակցություններին փետրվար ամսին, կնայենք տրամադրությունը առաջինը։ Չեմ նայում շրջված, գումարը, շրջապատը, շփումը, նաև քույր, եղբայր, ընտանիք, տուն, երեխաները, առողջությունը, սեր, հարաբերություններ, գուցե նոր սեր է, սեր հարաբերությունները դա ամբողջին է վերաբերվում բոլորին, ովքեր ընտանիք ունեն, ովքեր եւ միայնակ են, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, կարիերա, ընկերները եւ մի որտեղից օգնություն նաեւ կարող եք ստանալ եւ վախեր, խնդիրներ եւ գաղտնիք ինչ ունեք։ Վախեր ունեք, գաղտնիք ունեք, թե խնդիրներ, ինչը կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել այս ամիս։ Դե կնայենք տրամադրությունը ինչպիսին կլինի, ոմանք կարող է հղի են մտնում, եթե ցանկանում եք հղի լինել, ապա այստեղ հավանականությունը շատ մեծ է, որ այս ամիս կհղիանաք, նաև երեխական տրամադրություն է սա, ոնց որ անհաուկ տրամադրություն է, որ ոչ մի խնդիր այստեղ չկա, գուցե երեխաների հետ կապված ինչ-որ պահեր են, որոնց հետ այդպես մտնում եք, իրենց խնդիրները լուծելով, իրենց հարցերը լուծելով մտնում եք փետրվարական պետք է լուծեք։ Այստեղ փորձեք չվիճել երեխաների հետ, կարող եք վիճել։ Այստեղ նաև կարող է բիզնես է, նոր բիզնեսով եք մտնում փետրվար ամիս, բայց փորձեք այստեղ ոչ ոքի չվիճել, կարող է նաև ուղղակի մաքրում եք ձեր բիզնեսի համար տարածքը, մաքրում եք ինչ-որ մի բան, որը նաև խանգարում էր ձեր բիզնեսին։ Նաև սա ընտանիքն է ցույց տալիս, որ կարևորություն կտաք ձեր երեխաներին եւ ընտանիքին, բայց ուղղակի պետք է չվիճեք։ Պետք է չվիճեք իրենց հետ, եթե կամ կարող վեճն է անցնում։ Իրենց հետ վեճը, եթե վիճված եք, ապա հիմա կարգավորվում է ընտանեկան հարաբերությունները, այդպես մտնում եք նաև փետրվար ամիս։ Կամ նաև բիզնեսը, եթե ինչ-որ վիճված եք ձեր աշխատողների հետ, նորից էլի մտնում եք փետրվար ավելի հանգիստ կամ ուղղակի կարող եք հենց վիճվել։ Դա համար պետք է շատ ուշադիր լինել, կարող է նաև ամսվա ընթացքում եք շատ վիճում, ճիշտ է, ոնց որ ընտանիքը ձեր կողքին է, բայց կարող եք նաև ուղղակի չհասկանալ իրար ինչ-որ հարցերում։ Ովքեր որ երեխաներ չունեն, բնական է ոչ բոլորը ունեն, սա գործն է ձեր, սա նոր կյանքն է ձեր եւ միգուցե ընտանիքի անդամների հետ վիճում եք օրինակ, որպեսզի իրեն կարող է դեմեն ձեր նոր կյանքին կամ ինչ-որ բան եք ընտրել այդ նոր կյանքի մեջ, որը եւս էլի իրենց դուր չի գալիս եւ կարող է դրա հետ է կապված նաեւ վեճը խոսակցությունը կամ նոր կյանք սկսելու համար ինչ-որ մի բաներ հանում եք ձեր կյանքից եւ նոր մտնում եք փետրվար ամիսը։
Տեսնենք գումարը, արդեն երկրորդ անձնավորությունն է, գումարը սա է ընկնում, սա նշանակում է գումար կստամ, երկրորդն է, երրորդն է, կարծես թե գումար կամ կստանաք դրսից, կամ գումար դուք կուղարկեք դուրս, ամենայն դեպս գումարից չեք նեղվում, այստեղ աստղը դա է խոսում, ավելի շատ այստեղ կարող նախանձեն ձեզ եւ պետք է գումարը ավելի իմաստուն ձևով ծախսեք այս ամիս, ավելի ճիշտ ծախսեք։ Խաբեբաներ կան, պետք է ուշադիր լինեք, ուշադիր, այստեղ ոնց խաբեբա, որպեսզի գումարի հետ կապված սխալներ չանեք։ Սա կարող է նաև լինել այնպես, որ դուք ավելի իմաստուն կերպով, խորամանկ կերպով փորձում եք գումար վաստակել, հավատարիմ մնալով ձեր աշխատանքին, ձեր բիզնեսին, այն ինչ որ դուք եք անում, եւ նաև ճիշտ գումար կարող եք տնօրինել։ Նաև դա կարող է լինել նաև խաբեություն, որ կարող են փորձել ուղղակի ձեզ խաբել այս ամիս։ Ուշադիր եղեք։ Գումար են վերցնում, կարող ձեր ընկերն է, գումար է վերցնում, կամ այդքան լավ ընկեր չէ, գումար է վերցնում, որպես ընկեր տալիս եք եւ հետո ընկնում եք հետևից։ Որտեւ գումարի հետ կապված այստեղ դուք անձամբ խնդիրներ չունեք, եւ աստղը հենց դա է ասում, ոնց որ մարդը գումար ունի, խնդիր չունի, ոնց որ փայլում է մարդը։ Տեսնենք շփումը նաեւ այստեղ կորուստ է։ Շփում կարող է, շփումը հանում եք ձեր կյանքից, այստեղ կամ ինչ-որ մարդիկ կան, ում կարող եք հանել, եւ սա կարող է ձեր շրջապատող մարդիկ ձեզ համար փոքր-մոքր խնդիրներ են ստեղծում։ Մի փոքր, եթե այստեղ նոր ծանոթություն է, ժամադրություն է եւ այլն է ժամանակ, կարող է խոսակցության մեջ իրար չհասկանաք, մեկը մյուսին համար խնդիրներ ստեղծի այդ բառերը, այդ կողմ մի հատ բառ նախադասություն ասեք եւ դա խնդիր ստեղծի կամ դիմացինը կարող է ասել եւ խնդիր ստեղծվի, այդ եղջյուրների մասին է նա խոսում եմ, կարող եք լսել հունվարի ծնվածներից եմ սկսել, ես կարող եք լսել, բոլորը կարելի ասել այդպես են, հարաբերությունների մեջ։ Սա նաև դե քույր եղբոր հետ կապված որևիցե մի պահեր են նաև, որ կարող եք օրինակ ինչ-որ մի բանի պատճառով, ինչ-որ կամ նվեր եք ուզում գնեք իրանց, խնդիրներ կան նվերը գնելու մեջ, կամ անակնկալ եք ուզում պատրաստեք, այդ անակնկալը չի ստացվում, ինչ-որ խնդիրներ են լինում, եւ իրար հետ շփումը եւս պետք է այստեղ կարող է մի հատ անիմաստ փոքր բանից դառնա մեծ բուկետ, այստեղ եւ վիճեք եւ կարող է երկար ժամանակ նաեւ չխոսեք, որովհետեւ խավարում է այստեղ եւ խավարման ժամանակ ինչ լինում է բավականին երկար տարիներ է տևում դա։ Դրա համար պետք է ճիշտ հասկանաք ինչ եք ասում, ինչ բառեր եք ասում, որովհետև սա մանր խնդիրներ են եւ այդ խոսակցության հետ մեկտեղ այդ խնդիրները կարող է մեծանալ։ Կարող ձեր շրջապատող ամեն ինչը լավ կլինի, եթե նայում ենք այս քարտայով, ամեն ինչը լավ կլինի, կհաշտվեք, եթե ոչ խնդիրներ լինեն, բայց ինչի խնդիրներ լինեն, փոքր բանը թող փոքր մնա եւ մի շարունակեք, եթե խոսեք։ Նաեւ ձեր շրջապատող մարդիկ կողան ձեզ համար ուղղակի փոքր-մոքր խնդիրներ ստեղծել։ Դրա համար կամ պետք է բան այնտեղ չդնեք, կամ արագ լուծեք, որպեսզի այն չընդլայնվի։ Ամենայն դեպս այստեղ կարողանում եք լուծել յուրաքանչյուր հարց, եթե վիճակել, այստեղ հաշտվում եք, եթե խնդիրներ լինեն ինչ-որ մեկի հետ, հարազատների, սիրելիի հետ, շփումը լավ չստացվի, իրար հետ լավ չկարողանաք խոսել, միևնույն է էլի ամեն ինչ լավ կլինի հաշտվել։ Ընտանիք, տուն, ընտանեկան քարտն էլ ընկել է սա։ Ոմանք հենց կցանկանան ընտանիք կազմել, տուն վերադառնալ։ Դուք կարող եք գնալ հայրենիք, կամ ինչ-որ մարդիկ կան ձեզ մոտ, կախված է թե դուք որտեղ եք։ Սեր, միայն սեր է իշխում տանը ընտանիքում, միայն սեր, տեսնում եք ձեր աչքով։ Եվ սա կարող է դեռ շփվում եք իրար հետ եւ որոշում եք արդեն տուն ընտանիք ստեղծել։ Դեռ այստեղ շփումը կտեսնենք, բայց ամենայն դեպս։
ձեր մեջից պետք է այդ սառը պատը հանեք, որովհետև ընդհանրապես այս եղջյուրները շատ սառն են հարաբերությունների մեջ, այդպես երևում է, այդ պատը պետք է քանդել եւ այստեղ կարծես թե քանդվում է, այստեղ շատ սեր կա, կարողանում եք տուն, ընտանիք, աշխատանք ճիշտ դասավորել, ժամանակ հատկացնել բոլորին եւ դրա համար էլ սեր կա, սեր է իշխում տանը, այնպես որ այստեղ շատ սեր, շատ հարաբերություններ, շատ բաչիկ-պուչիկներ եւ կարող է ուղղակի հարազատները գան ձեզ մոտ 1 ամիս մնան կամ դուք գնաք ոչ մի տեղ, այնտեղ 1 ամիս մնաք, այդպես է ձեր հարազատների շրջապատում եք լինելու, ծնողների մոտ։ Եվ տեսնենք այստեղ երեխաներն են, չգիտեմ ինչու, երեք երեսանի պահ հետ դուրս եկել երեխաների հետ կապված, միգուցե այս ամիս մի փոքր ձեր հարաբերությունները այդպեսին լինի կամ փորձեն երեխաները, նկատակ եմ տալի, բայց փորձեն երեխաները ինչ-որ մի բան նաև կամ ստել, կամ չասել, կամ պես գումար կորզել, այդպես ինչ-որ Դե այստեղ ովքեր որ հղի են ամենաառաջինը դա սկսեմ, ովքեր որ հղի են մի ասեք ոչ ոքին, այստեղ վատ քարտ եմ տեսնում, բացարձակ մի ասեք ոչ ոքին, որովհետև իրոք այդպես 3 երես կունենան եւ իբր ձեզ համար ուրախ են, ոչ ոք ուրախ չի լինելու, հաստատ այդ ամիս մի ասեք։ Բավականին շատ շփում կունենաք ձեր երեխաների հետ, ովքեր երեխաներ ունեն, կամ կխոսեք այդ երեխաների թեմայի մասին կարող եք խոսել եւ փակել այդ թեման հավիտյան, կամ ուզում եք երեխա, կամ չեք ուզում երեխա, կամ երեխաների հետ կարող եք խոսել եւ ինչ որ մի հարցի շուրջ եւ այդ թեման փակել, որ չխանգարի ձեզ կամ պետք չի այդ ոնց որ վերջ տակ այդ թեմային։ Որտեւ ինչ որ կեղծավորություն կա այդ թեմայի մեջ, այդ պահվածքի մեջ, դրա համար ոնց որ դուք ուզում եք որ դա վերանայի վերջում։ Ու միգուցե անկեղծ լինեն արդեն ձեզ հետ, սկսեն խոսել, բացվել։ Բայց փաստաթուղթ կարող եք ստանալ երեխաների հետ կապված, եթե հղիություն է, ապա ինչ որ բժշկին տալու կամ բժշկից կարող եք վերցնել ինչ որ մեկին տալու համար։ Համենայն դեպս ինչ որ փաստաթուղթ է, որը հստակ կապ ունի երեխաների հետ։ Միգուցե երեխաների դիպլոմի հետ կապված հարցերն են այստեղ, որոնք որ կզբաղվեք դրանով, կլուծեք, կվերջացնեք։ Միգուցե երեխաների հետ կապված ինչ որ մի բաներ եք ուզում անեք եւ ձեր շրջապատում մարդիկ կան, ովքեր որ 3-30 են եւ չեն ուզում այդ հարցը անել։ Դե կարող եք այստեղ լեզվակռվի մեջ մտնել իրանց հետ։ Ամենայն դեպս ինչ որ հարց անելու եք փակեք վերջացնեք երեխաների հետ կապված դա կլինի յուրաքանչյուր ինչի հետ ուզում ա կապված լինի այդ հարցը կփակեք եւ փաստաթուղթ կամ կստորագրեք կամ կտակ կամ եւ եթե ոչ մի բան է պետք է ստորագրեք հստակ երեխաների հետ կապված կարող դուք պետք է գնաք երեխայի հետ որ ճիշտ լինի ինչ որ կարող է նայեն երեխա է խափեն կամ տեսնեն որ ուշադրություն չեք դարձնում եւս խափեն դա մի մոռացեք 3-30-ի բաներ կան այնտեղ այսքան այս թեմայի վերաբերյալ տեսնենք առողջությունը այստեղ հիվանդանոց է կամ իրոք երևի այստեղ ծննդաբերում եք ոմանք այցելում եք հիվանդանոց կամ բուժման նպատակով կամ մարդիկ կան կարող պարկում են որ це ինչ որ պրոցեդուրա ընդունելու համար արագ ինչ որ գործողությունն է հիվանդանոցում արագ կանեք կվերջացնեք դուրս կգաք ինչ որ բան է կարող ինչ որ մի բան են հեռացնում ինչ որ մի բան են կարգավորում կամ մի հատ սրսկում է մի հատ ինչ որ նայել է հա դա կարող է անեք արագ դուրս գաք առողջությանը դե հետևում եք կարծես թե այստեղ դուք Եվ ոչ է կարող նորություն եք լսում, միգուցե ընտանիքի անդամների հետ է կապված, իրանց առողջության հետ է կապված, ինչ որ մի բան եք լսում նաև իրենց մասին։ Ընդհանրապես այս քարտով լավ նորություն է, լավ պահ է։ Միգուցե քույր, եղբոր մասին եք ինչ որ մի բան իմանում լսում։
Եվ տեսնենք սեր, հարաբերություններ, ահա, աղջիկների համար սա նոր երիտասարդ է, կապ չունի, բոլորի համար էլ սա նոր սեր է, նոր հարաբերություններ է, նոր մարդ է մտնում ձեր կյանք, դե թողնել չթողնել արդեն դա ձեզ, միայն ձեզ եմ թողնում, իրեն կթողնեք ձեր կյանք, թե ոչ, տղնեք, բարձ երևում է աղջիկ և տղա, այստեղ շփում կա, ոմանց մոտ էլ փետրվարին երկու քարտ, ոմանց մոտ փետրվարին փոփոխություն է տեղի ունենալու ձեր կյանքում, ինչ-որ մեկն է մտնելու ձեր կյանք, ուժեղ, հաղթանդամ տղամարդ կամ նմանատիպ կին, ով որ բնավորությամբ կարող է շատ ուժեղ լինել և ձեզ օգնել, աջակցել յուրաքանչյուր հարցում, եթե ինչ-որ հարցեր կան։ Պես որ փոփոխություն է մտնում ձեր հարաբերություններում։ Սա նաև կարող է որոշում եք գնաք զաքսավորվեք, որոշում եք լրջացնել ձեր հարաբերությունները։ Նույնպես որ պատրաստվեք։ Եթե ընտանիք է սա, ապա եւս հա ինչ-որ փոփոխություններ տեղի կունենան, եթե ինչ-որ կասկածներ ունեիք, որ եթե աղջկա հետ կապված, եթե ձեր ամուսինն է, ապա այստեղ չէ, փոփոխություններ են տեղի ունենում։ Ձեզ մոտ եւ այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Անկամ այստեղ կարող է ոմանց մոտ երկու տղամարդ ի հայտ գալ եւ երկուսի մեջ ընտրություն կատարեք։ Դուք ինքներդ որոշեք, որ պետք է մնաք այս մարդու մոտ, թե մեկ ուրիշին, հա, ինչ-որ երկու տղամարդ ամենայն դեպս ոմանց կյանքում կա։ Եվ էլի եմ ասում, եթե այստեղ մտածում եք այդ տղու կյանքում ոչ է կին կա, այստեղ փոփոխություններ է կար, բայց հիմա ամենայն դեպս այս ամիս փոփոխություններ կան եւ դա չի վերաբերվում դրան, որ ինքը կա դեռ։ Նաեւ կարող է հղիանում եք եւ փոխվում է, ինչ-որ բան է փոխվում ձեզ մոտ։ Այսքանը եւ տեսնենք նաեւ փաստաթղթերի հետ կապված ինչ հարցեր կան, այստեղ վեճ է, կամ փաստաթղթերը կարող եք մաքրել, ինչ-որ փաստաթղթեր հանել, դեն նետել, վաղուց վաղ կարող է հին փաստաթղթեր, որոնք պետք չեն ձեզ, կարող եք դրանք հանել, մաքրել, նաեւ սա փաստաթուղթ վերցնելու համար է վեճ, տալու համար, ուղարկելու համար, ինչ-որ մի բանը հեշտ չի ստացվում եւ դրա համար կարող եք վիճել, վիճաբանությունը ոչ է թղթաբանության դրա համար լավ նայեք ինչի տակ եք ստորագրում, նոր հետո ստորագրեք, որ հետո խնդիրների մեջ չմտնեք, հա, կարող է գնաք վիճեք, ասեք այս կետը սխալ է, նայել ասի, բա ստորագրել ես նայեիր մինչև այդ, հիմա ինչ ես եկե ասում, հա, ստորագրել փորձել ես արդեն։ Դրա համար լավ ուսումնասիրեք, հետո նոր յուրաքանչյուր այստեղ աշխատանքային, ֆինանսական, առողջության, յուրաքանչյուր հարց։ Մի անտեսեք, մի ասեք, հա դե մեկը նույն բանն է գրած, չէ, միշտ չի, որ նույն բանն է գրած բոլոր հիմնարկություններում։ Տեսնենք լավ կա, վարդվի կոնա այս վեճը։ Ինչ-որ տղամարդ է, պետական աշխատող է, որ կարող է խառնվել, կամ իր հետ է կապված հստակ այդ վեճը։ Բավականին երկար, լեզվակռվի մեջ կարող եք մտնել, տեսեք։ Էմոցիաները տեղի են տալիս։ Կամ այն որ ասում է կշպրտեք դրանց դեմքին, ոնց որ ասում են, այդ փաստաթուղթը գնի արդյունանակի վերջո, կասեք վերցու քո փաստաթուղթն էլ, քո ամեն ինչն է քեզ էլ վերցու գնա, կամ գլուծեք այդ հարցը։ Գլուծեք եւ այդ չկանդրադառնա այդ խնդրին։ Մեծ էմոցիաները տեղի են տալիս, տակո գուրգռակ։ Եվ այստեղ ճամփորդությունը անհնարին է ճամփորդություն այս քարտով, եթե գնաք էլ խոչընդոտներով եք գնալու, դրա համար փորձեք ոչ միտեղ էլ չգնաք, նայեք կա ճամփորդություն, բայց կարող է գիտեք, հետո լինելու է Մերկուրին հետադարձ եւ կարող է եւ ինքը ստեղծի այդ խնդիրները ճանապարհին ընդհանրապես եւ բավական էմոցիոնալ կլինեք կնյարդանանաք։ Վերջը լավ կլինի, այնտեղ հանգիստը եթե գնաք լավ կհանգստանաք, դժվարություններով, բարկությամբ, էմոցիոնալ վիճակով նյարդայնացած կգնաք կհասնեք տեղ։ Այնտեղ հա լավ կանցնի ամեն ինչը, բայց գնալ է այդպես է լինելու։ Միգուցե հիմա որոշեք, որ հիմա պետք չի գնալ։ Եթե խոչընդոտներ կան, ապա հիմա պետք չի գնալ, բայց դա տեսնում եմ, որ գնում եք կարծես թե։
խոչընդոտներով եք գնում, այդտեղ նայեք գնում եք, խոչընդոտներով կարող եք գնալ տեղ հասնել, եթե շատ կարևոր է, պետք է գնաք, հա, ապա այդպես եք գնալու, եթե կարևոր չի, կարող եք ուղղակի հետաձգել այդ ճանապարհը։ Աշխատանք, բիզնես, կարիերա, աշխատանքում այստեղ նայեք խորամանկ մարդիկ կան, խաբեբաներ կան, ովքեր որ իրոք փորձում են ձեր տակը փորփրել, կամ սա դուք եք, որ պետք է մի քիչ խորամանկ լինեք եւ ձեր բիզնեսը առաջ տանեք, աշխատանքը առաջ տանեք, ձեր դիրքերը առաջ տանեք։ Այո, այստեղ դուք պետք է լինեք խորամանկ եւ դուք առաջ տանեք ձեր գործերը եւ կկարողանաք առաջ տանել, այս քարտով հաստատ կկարողանաք հաստատ։ Կարող եք նաև խորամանկությամբ հասնել պաշտոնի այս ամիս, կարող եք բիզնեսը լավ աճացնել, մարդկանց, որ ճանաչեն ձեր բիզնեսը, այնպես որ հիանալի է, այստեղ հաջողություն ունեք աշխատանքում էլ, բիզնեսում էլ, ոչ մի խաբեություն ձեզ չի կարող խանգարել, եթե փորձեն էլ աշխատանքի վայրում ինչ-որ մարդիկ ձեր ոտքի տակ օճառ-մոճառ դնել, միևնույնն է, այստեղ ամեն ինչը կկարգավորվի, Դες համար հիանալի է երկու քարտը, այնպես որ հաջողություններ կունենաք աշխատանքի վայրում։ Բիզնեսում նույնպես, ովքեր որ ունեն, կարիերայում նույնպես։ Տեսնենք սա ընկերներն են եւ օգնություն այստեղ ոնց որ թե դեռ չկա, տեսնենք, հա, ամենայն դեպս դեռ չկա։ Տեսնենք օգնությունը նայենք սկզբում, կա թե չկա։ Ընտրություն է սա։ Չէ, կլինի օգնություն, ինչ-որ մարդիկ ձեզ կօգնեն, միգուցե ինչ-որ կազմակերպություն է, որը օգնության ձեռքը մեկնի, կախված ձեր գործունեությունից, հա, ձեր ինչին ունեք կարիք օգնության, դա կօգնեն, հա, այստեղ կա օգնություն, այնպես որ միգուցե դուք եք մտածում, դիմեք թե չէ, այդ խնդիրներից ազատվելու համար եւ երևի թե վերջում դիմում եք եւ օգնում են ձեզ։ Իսկ ընկերները, այստեղ ընկերները կամ ընկերների հետ խճճվել եք կամ որոշում եք ինքը թռավ, սա։ Եթե ընկերների հետ բիզնես եք անում, ապա հա դա է խուճուճ-մուճուճի պատմության սկիզբը, հիմքը։ Պետք չի իրանց հետ, եթե ուզենաք այս ամիս իրանց հետ բիզնես դնել, ապա հիշեք, որ այստեղ կնելու եք թակարդը։ Տեսնենք ընկերներին հանեք, չհանեք, հանեք, նայեք, տեսակ։ Ընկերներին հանում եք, այստեղ դուրս եք հանում, ընկերները չեն մնում ձեր կյանքում, որոշ ընկերներ, որոնք որ իրոք ձեզ գցում են այդ լաբիրինթի մեջ, այսինքն խճճում են, չգիտեք ինչ անեք, ինչպես անեք եւ գոնե իրանք ձեզ օգնեն, իրանք ավելի են ձեզ մտցնում այդ բանի մեջ եւ միգուցե դրանից էլ նաեւ ուրախանում են, որ այդպեսի ինչ որ պահեր է ստեղծվում։ Եթե դուք հանելու եք իրենց, հանելու եք այս ամիս փետրվար ամսին յուրաքանչյուր շատ մարդ, ովքեր որ ստեղծում են սա ձեզ համար, դուք կզգաք, որ ձեր լավը չեն ուզում, հակառակ բաներ են ձեզ ասում։ Եվ վախը, տեսնենք, վախը գումարի հետ է կապված, գումար չունենալու, գումար շատ ծախսելու, նաև գումար աշխատելու, այդ վախն է սովոր թռնում։ Միգուցե մեքենա եք ուզում գնել, ինչ-որ թանկարժեք կամ ճանապարհ եք ուզում գնալ եւ վախ կա, որ կարող եք գումարը չկարողանաք այդքան շատ գումար ունենաք կամ այստեղ նաեւ հա խնդիրներ կար, տեսակ, խնդիրներ կար նաեւ ճամփորդելու մեջ։ Եվ տեսնենք խնդիրները, միգուցե խնդիրներն էլ է, ինչ-որ մի բան կավարտվի ձեզ մոտ, միգուցե խնդիրներն է ավարտվում, ֆինանսական, տեսնենք հիմա հարց ուղղեմ, ֆինանսական խնդիրներն են ավարտվում, այո, ֆինանսական խնդիրներն են ավարտվում, ձեր վախերը նույնպես է, ինչ-որ բան է ավարտվում, և ուզում եմ այստեղ նաև հարց տալ, տեսնել գումարային խնդիրներ են լինելու, թե ոչ, նա այդպես, գումարային խնդիրներ են լինելու, չէ, գումարային խնդիրներ էլ չեն լինելու, այնպես որ վախերը անիմաստ են, ավելի շատ այստեղ խնդիրն է գնում, խնդիրն է դա համար գնում և անվերադարձ է և այլևս ոնց որ ձեզ մոտ ֆինանսական խնդիրներ չեն լինի,
Այստեղ կարող են նաև գաղտնի գումարներ եք վաստակում, գաղտնի գումարներ կարող եք ինչ-որ ծախսեր անել, դրա մասին եք կարող վախենում իմանան, որ դուք կողքից եկամուտներ ունեք, հա, անօրինակ, գուցե դա է վախը։ Այսքանը կարևորը ձեր վախերն ու խնդիրները, որոնք որ կային անիմաստ էին եւ վերանում է ձեզ մոտ խնդիրը։ Բայց տեղեր կան, տեսակ, որ խնդիրներ կան եւ այդ խնդիրները պետք է կարողանաք լուծել։ Այստեղ շփման մեջ է, երեխաների հետ է կապված, ընկերների, աշխատանքի մի փոքր է, որ կարող են փորձել անել ճանապարհ գնալու, փաստաթղթերի հետ կապված, այստեղ շատ բաներ կան, որ մի փոքր խնդիրներով են, բայց ուզենաք այդ խնդիրները կկարողանաք լուծել։ Ես արդեն քարտերը հանեցի, եթե ինչ-որ բաներ չեք հիշում, կարող եք հետ վերադառնալ նույնիսկ լսեք, կարող եք մի քանի անգամ լսել, որովհետև հա մեկ անգամով ինձ թվում է ոչ ոք այդպես անգիր չի հիշի, թե ինչ է իրան սպասվում այդ ամսվա ընթացքում։ Հատկապես մենք դեռևս հունվար ամսի մեջ ենք, ամսվա մեջ ենք։ Այսքանը ձեզ համար թող որ փետրվար ամիսը ձեզ համար լինի միմիայն հաջողությունների ամիս, լավ եղեք։